Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել ենք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Բարի երեկո Տիկին Ավանեսյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ։ Մեր զրույցը սկսենք առողջության պարտադիր ապահովագրության համակարգից։ Տարեսկզբից այն մեկնարկել է, որն է գլխավոր նպատակը առողջության համընդհանուր ապահովագրություն ստեղծել, թե սոցիալական եւ նաեւ ֆինանսական հավասար պայմաններ։ Իհարկե առաջնակի նշանակությունը առողջապահական ծառայությունները հասանելի դարձնել, ինչի արդյունքում հոգալ մեր ժողովրդի առողջության մասին եւ ունենալ երկարակեցություն, կյանքի որակ, սա հիմնական նպատակն է։ Բայց իհարկե առողջապահական համակարգը ինքնին ենթադրում է նաեւ ֆինանսական հասանելիություն եւ սա էլ մեր ժողովրդին անտանելի ֆինանսական բեռից ազատելու եւ գրագետ բուժօգնություն ստանալու համակարգ ունենալու մասին է այս բարեփոխումը։ Այն զուտ միայն ֆինանսների ավելացում չէ, այլ սկսած առաջնային օղակից պոլիկլինիկա, ամբուլատորիա, թվային լուծումներ եւ գրագետ գործելակարգերին համապատասխան բուժօգնության տրամադրման մասին է սա։ Քանի որ խոսեցիք առաջին բուժօգնության հաստատություններից, պոլիկլինիկաներից, այ կխնդրեի մանրամասնեք, որքանով են վերազինվել պոլիկլինիկաները, որովհետև գաղտնիք չեմ ասի, եթե ասենք, որ պոլիկլինիկաներն այսօր զիջում են հիվանդանոցներին, ել չասեմ մասնավոր կլինիկաներին։ Եվ դա իր պատճառը ունի, որովհետև տարիներով ֆինանսական հիմնական հոսքերը ուղղված են եղել հիվանդանոցային օգնության ոլորտին, բայց պետք է ասեմ, որ վերջին տարիներին այս ուշադրությունը նաև տարածվում է առաջնային օղակի վրա։ Մենք այս պահին 29 ամբուլատորիաների կառուցման ընթացքում ենք գտնվում։ Պոլիկլինիկաների առումով վերազինման աշխատանքներ են տանում։ Երևան քաղաքի պոլիկլինիկաներից արդեն 4-5-ը վերանորոգվել եւ հագեցվել են, հաջորդիվ մյուսներն են։ Եվ այստեղ այո, մեր նպատակն է, որ կապիտալ ներդրումները առաջնային օղակում մեծանան, բայց այս ընթացքը չի կարող լինել, եթե մենք ծառայությունների մասով էլ ուշադրությունը չուղենք կանխարգելում ընտանեկան բժշկություն եւ հնարավորինս ծախս արդյունավետ միջոցներով մեր մասին առողջության մասին հոգ տանելու հատվածը։ Պետք է նշեմ, որ սարքավորումների առումով, լաբորատոր հագեցման առումով իսկապես շատ մեծ տեղաշարժ ունենք, բայց արդյոք հասել ենք ամբողջական վերափոխման, իհարկե դեռ ոչ, այս ճանապարհը մենք գնում ենք եւ վստահաբար մի քանի տարուց արդեն ծածկելու ենք ամբողջ հանրապետությունով ունենալու մեկ ստանդարտին համապատասխան առաջնային բուժօգնություն։ 2 ամիս անց պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումից ինչ արդյունք ենք այս պահին արձանագրել, որովհետև նախապես հայտարարել եք, որ այն շահառուները, որոնք ընդգրկված են այս ցուցակում, 1.600.000, այս քաղաքացիներից ընդհանուր, որքանն են արդեն ունեն առողջության ապահովագրություն։ Նախ պետք է ասեմ, որ մեկնարկը եւ այս բավական բարդ տարբեր գերատեսչություններ ներառող, մեծ թվով բնակչություն ներառող եւ բժշկական համայնք ներառող ռեֆորմը բավական սահուն մեկնարկեց։ Այո, մենք ընթացքում այս 2 ամիսների ժամանակ բավական փոփոխություններ ենք մտցրել, լսելով մեր քաղաքացիներին, լսելով մեր բուժ աշխատողներին, մեր այլ գործընկերների, մենք համարում ենք, որ սա միացյալ աշխատանքի արդյունք է, որ մենք կարողացանք համակարգը մեկնարկել, սկսել աշխատել եւ ընթացիկ շտկումներով պիտի գնանք այն դարձնելու մեր իսկապես երազանքի համակարգը։ Արդյունքը նա է, որ մեր 100,000-ավոր քաղաքացիներ արդեն իսկ օգտվել են առողջապահության ապահովագրության համակարգից, ստացել են դեղորայք, հետազոտություններ, վիրահատություններ, բավական թանկարժեք վիրահատություններ, ինչի արդյունքում վերագտել են իրենց առողջությունը, փրկվել է նրանց կյանքը։ Իմ համար ամենամեծ արդյունքը սա է եւ այսօր չի լինում 1 օր, որ ես փողոցով քայլեմ, մարզում կլինի թե Երևան քաղաքում եւ չլինի մոտեցող քաղաքացի, ով ասի, որ արդեն դրական արդյունքը իր կյանքում զգացել է։ Սա է ամենամեծ գնահատականը։ Իհարկե, Տիկին Ավանեսյան, համամիտ եմ, որ մարդու ապահովագրությունը բարձրագույն արժեք է, բայց
չկա ռիսկ, որ օրինակ մարդը դիմի բուժօգնություն ստանալու եւ այն ապահովագրական փաթեթը, որը նախատեսված է պարտադիր ապահովագրությամբ, ամբողջությամբ չծածկի այն, այսինքն քաղաքացին ստիպված լինի լրացուցիչ որոշակի միջոցներ ներդնել, վճարել։ Մեր նպատակը, տեսեք, ոչ թե ընդհանուր առմամբ բոլոր բժշկական ծառայություններն ու կամ առողջապահական հնարավոր ծածկույթ ապահովելն էր, այլ ներառել բոլորին, բայց ոչ ամեն ինչ։ Սա է սկզբունքը։ Եվ որևէ բազային պետական ապահովագրական համակարգ, անգամ մասնավոր ապահովագրական համակարգ չի փակում ամեն ինչ։ Եվ մենք պիտի հասկանանք, որ ունենք առաջնակի խնդիրներ, որոնք պիտի հասցեագրենք, եւ սրանք կյանք փրկող անհրաժեշտ քրոնիկ հիվանդությունները կառավարող կանխարգելիչ բուժօգնությունն է եւ մեր փաթեթը ձևավորված է հենց այս ծառայությունների շուրջ։ Այո, առողջության համընդհանուր ապահովագրությունը չի փակում ամեն ինչ եւ սա մեր նպատակը չի եղել, բայց այն տալիս է առաջնակի ապահովություն, որ երբ որ մենք կարիքը ունենանք, մենք դրա հասանելիությունը կունենանք։ Շատ կարևոր են կանխարգելիչ բուժօգնության ծավալը, որ մենք ներառել ենք այս փաթեթում, սկրինինգային ծրագրերը, տարեկան չեքափերը, եւ սա է մեր հաջողության գաղտնիքը լինելու, որ մենք սկսենք հոգ տանել մեր առողջության մասին այն ժամանակ, երբ առողջ ենք, եւ սա բերելու է նաեւ ծախսերի կրճատմամբ։ Երբ որ մենք քաղցկեղը հայտնաբերում ենք 3-4 փուլում, այս քաղցկեղը բուժելու կամ կյանքի տևողությունը երկարացնելու առումով շատ բարդ իրավիճակում ենք։ Երբ որ հայտնաբերում ենք առաջին եւ երկրորդ փուլում, մենք ունենք ծախսարդյունավետ բուժում եւ ունենք երկար տարիների կյանքի սպասելիք։ Եվ մեր այս քաղաքականությունը արդեն տալիս է իր պտուղները։ 2025 թվականի ընթացքում շարունակաբար քաղցկեղից մահացության ցուցանիշները իջել են։ Տիկին Ավանեսյան, որոշ հիվանդանոցներ կան, որոնք բացեիբաց հայտարարում են, որ իրենք համավճար են կիրառելու։ Դուք կարծում եմ դրա մասին տեղյակ կլինեք, որովհետև նաև ժամը լրատվականը ահազանգեր է ստացել քաղաքացիներից։ Այս հարցը ինչպես է լուծվելու։ Համավճարը մեր ապահովագրական համակարգի մի մասն է եւ ըստ էության մենք ենք կարգավորել, թե որ ծառայությունների դեպքում ինչ չափով եւ ինչ ձևաչափով է համավճար կիրառվելու։ Այսինքն ենթադրենք Սա կարող է նորմալ ընթացք է եւ այո, մենք ինքներս պատկերացրել ենք, որ պետությունը ապահովագրելով եւ որոշակի առումով բեռը թեթևացնելով, այնուամենայնիվ տալիս է հնարավորություն, որ քաղաքացին ել ավելի մեծ ծառայությունների շրջանակ եւ ուրեմն բժշկական նշանակության պարագաներ թանկարժեք ընտրելուց, այո, կարող է նաեւ համավճարով դրա դիմաց փոխհատուցել բժշկական կենտրոնին։ Բոլոր բժշկական կենտրոնները, ովքեր որ հենց այս ձևաչափի կարգավորումների շրջանակում կգործեն, նրանք դրա իրավունքը ունեն։ Որ բժշկական կենտրոնը կշեղվի այս կարգավորումներից եւ քաղաքացուց ոչ պատշաճ գանձում կիրականացվի, նրա նկատմամբ կկիրառվի պատժամիջոցներ եւ ըստ էության ապահովագրական սա շատ հեշտ է վերահսկելը։ Մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր պացիենտների հետ։ Թե նրանցից ենք ստանում ահազանգեր եւ շատ կոնկրետ հետևից գնում ենք եւ թե մենք ենք հասցեագրում խնդիրները։ Այսինքն վերահսկողության գործառույթը դրված է նախարարության լիազորությունում։ Եվ նախարարության եւ հիմնադրամի վրա։ Եվ այս երկու օղակներով էլ մենք վերահսկողությունը տանելու ենք։ Առաջիկայում շարունակվելու է պացիենտների գոհունակության գնահատման գործընթացը, սա մեզ համար շատ կարևոր օղակ է, մենք լսում ենք քաղաքացիներին, նրանց շատ դիպուկ կարևոր առաջարկները ընդունում ենք, նաև շնորհակալություն ենք ընդունում եւ փոխանցում բուժաշխատողներին, սա էլ պիտի նշենք, մենք երբեմն մոռանում ենք նաև շեշտադրել մարդկանց շնորհակալությունը եւ ես կարծում եմ սա էլ կարևոր է։ Բողոքներն էլ պիտի հասցեագրենք, հասկանանք օբյեկտիվ են, թե նաև որոշակի սուբյեկտիվ ընկալման պահեր են լինում։ Բուժաշխատողների մասին, տեսեք, վերջին շրջանում պոլիկլինիկաներում դիմելիությունը իսկապես ավելացել է։ Բուժաշխատողները ասում են, որ իրենց գործը մի քանի անգամ ավելացել է, սակայն վարձատրությունը նվազել է։ Սա ինչպես կբացատրեք, կա նման բան։ Ես պետք է ասեմ, որ առաջին ամսվա հունվար ամսի հետ կապված մեր նեղ մասնագետները, ովքեր նախկինում պացիենտին սպասարկման դիմաց փոխհատուցում չէին ստանում ընդհանրապես, այս ձևաչափի հետ աշխատելու որոշակի նորություն է եղել։
Եվ նրանք ոչ բոլոր դեպքերն են, որ սպասարկել են, մուտքագրել են թվային ձևաչափով։ Իսկ մեզ համար սա սկզբունք է։ Որևէ փոխհատուցում չի իրականացվում, մինչև այդ դեպքը էլեկտրոնային ձևաչափով ներկայացված չի մեզ։ Եվ սա եւս այդ վերահսկողության կարևոր մեխանիզմն է։ Բայց մենք որոշում կայացրեցինք, որ մեր բուժաշխատողների կողմից սպասարկված, արձանագրված բոլոր դեպքերը մենք կընդունենք որպես հավելյալ կատարողական եւ այս ամսվա ընթացքում նրանք այդ իրենց սպասարկած դեպքերի դիմաց փոխհատուցումը կստանան եւ այսօր արդեն ամփոփիչ ինձ հետադարձ կապ են տալիս, նոր խոսում էի մեր մարզերից մեկի ուրեմն պատասխանատուի հետ, հաճելիորեն նաեւ զարմացած են այն փոխհատուցման չափերից, որ արձանագրվելու է։ Բայց այստեղ մի հանգամանք էլ կա։ Մենք պիտի վերանայենք այն աշխատանքի սկզբունքը, որ ունեմ դրույքաչափ, կես դրույքով, գնում եմ պոլիկլինիկա, այդ մի քանի ժամը նստում եմ եւ անկախ նրանից մեկ պացիենտ կսպասարկեմ, թե 20 պացիենտ, ակնկալեմ, որ ամսվա վերջում ստանալու եմ այդ երաշխավորված աշխատավարձը։ Այսպես չի լինելու փոխհատուցումը։ Փոխհատուցումը լինելու է ըստ դեպքի նեղ մասնագետների մասով եւ նաեւ ընտանեկան բժիշկներն ու թերապևտները, ովքեր հենց հունվար ամսին առանց այս լրացուցիչ կատարողականների աշխատավարձի աճ ունեցել են, որովհետեւ մենք ամեն անձի նաեւ բուժման համար ենք փոխհատուցում տրամադրելու։ Շատ լավ, Տիկին Ավանեսյան, կարծում եմ պարտադիր ապահովագրության թեմայի շուրջ շատ կարելի է երկար զրուցել, բայց ես առաջարկում եմ մի փոքր էլ զրուցել ապագայի ծրագրերի մասին։ Ամիսներ հետո մեր երկրում ազգային ժողովի ընտրություններն են եւ կցանկանայի իմանալ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրում առողջության թեմաներով ինչ ծրագրային դրույթներ, ինչ շեշտադրումներ կան, որ մեր քաղաքացին, ձեր ընտրողը պետք է սպասի։ Նախ ես պետք է նշեմ, որ մեր նախընտրական ծրագրում շարունակելու է առողջությունը եւ կրթությունը լինել հիմնարար ուղղություն, որպես մեր պետության զարգացման կարևորագույն երաշխիք։ Եվ այն հավակնոտ ծրագրերը, որ մենք դրել էինք մեր նախորդիվ կառավարության ծրագրում եւ ըստ էության իրացրել ենք, մենք շարունակելու ենք ենթակառուցվածքների ամբողջական վերափոխում, սա կապիտալ ներդրումներ բժշկական կենտրոնների մեջ, ամբուլատորիա պոլիկլինիկաների մեջ, մենք շարունակելու ենք որակի մասով ներողություն ստանդարտների բարձրացում, լիցենզավորման համակարգի ներդրման շարունակականություն, ամբողջական ապահովագրական համակարգի ներդրում։ Մենք 2029 թվականին մեր ամբողջ բնակչությունը պետք է ունենա արդեն ծածկույթ եւ մենք այս աշխատանքները պիտի տանենք։ Սա է մեր հիմնական անելիքները եւ ես իսկապես ուրախ եմ, որ այն ընթացքը, որ ունենք զարգացման սրընթաց, շարունակվելու է։ Տիկին Ավանեսյան, վերջին հարցը կխնդրեմ ձեր կարճ, եթե հնարավոր է մեկնաբանություն։ Տեսեք, մեր երկրում եւ ամբողջ աշխարհում քաղցկեղը օր-օրի գլուխ է բարձրացնում եւ ցավալի վիճակագրություն ունենք։ Կոնկրետ այս առումով կանխարգելիչ ինչ միջոցառումներ է իրականացնում։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում եւ մեր ուշադրության կենտրոնում այն 3 առաջատար մահացության պատճառների նկատմամբ ամենամեծ ուշադրությունն է՝ սիրտանոթային հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ, շաքարային դիաբետ։ Չարորակ նորագոյացությունների մասով մեր քաղաքականությունն է ուշադրությունը ավելի ու ավելի սևեռել կանխարգելման վրա։ Մենք այս 2 տարիների ընթացքում 4 կարևորագույն կանխարգելիչ սկրինինգային ծրագիր ենք ներդրել։ Քաղցկեղի առումով կրծքագեղձի քաղցկեղ, կոլորեկտալ քաղցկեղ, արգանդի վզիկի քաղցկեղ եւ եւս մեկը, որ հիմա այս պահին մոռացա։ Բայց այս 4 ուղղությունները արդեն իրենց պտուղները տալիս են եւ մենք ունենք հայտնաբերելիության աճ, բայց մահացության կրճատում։ Սա է մեր նպատակը։ Եվ ես ասեմ, որ ամբողջ աշխարհում ինչքան մարդու կյանքի միջին տևողությունը երկարում է, այնքան քաղցկեղով հիվանդացության թվերը ավելի մեծանում են եւ մեր քաղաքականությունը պիտի լինի ճիշտ ժամանակ հայտնաբերել եւ բուժում տրամադրել։
բայց նաև վնասակար սովորություններից զերծ մնալ։ Մենք պետք է ֆիզիկական ակտիվությունը քարոզենք, պետք է ծխելու դեմ պայքարը շարունակենք եւ իհարկե շատ ավելի մյուս ուղղություններով առողջ ապրելակերպը մեզ համար պիտի դառնա ուղենիշ։ Շնորհակալություն, առողջություն մեզ բոլորիս եւ մեր քաղաքացիների։ Շնորհակալ եմ բոլորիս։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Ցտեսություն։